Մեկ ամիս է շարունակվում են մերձավոր արևելյան օդային մարտերը, փորձենք հասկանալ կան արդյոք բանակցություններ։ Թեման քննարկելու ենք վերլուծաբան, իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Բարի երեկո, Սաթենիկ։ Բարի երեկո, Լարա։ Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները հրադադարի 15 կետանոց պլան է առաջարկել Իրանին, որը կարծես մերժվել է։ Ինչ բովանդակություն ունի այդ պլանը, ինչ է մեզ հայտնի։ Լարա, այո, մենք չունենք տեղեկություն, թե ինչ է պարունակում հրադադարի այդ պլանը, սակայն կարելի է միայն եզրակացնել, թե ինչ զիջումներ է պահանջում Միացյալ Նահանգները Իրանից։ Հավանաբար կարող են լինել զիջումների պահանջներ միջուկային ծրագրի շուրջ, Նաթանզի, Սպահանի, Ֆորդոյի միջուկային օբյեկտների աշխատանքների վերաբերյալ, բալիստիկ հրթիռների, ուրանի հարստացման, Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ, հնարավոր է նաև գազի, նավթի պաշարների օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ որոշ պահանջներ։ Լարա, ես չեմ կարծում, որ նման բովանդակություն ունեցող հրադադարի առաջարկը երբևէ կընդունի Թեհրանը։ Իսկ մերժման դեպքում իրանական կողմի Միացյալ Նահանգների հաջորդ քայլը որը կարող է լինել։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետագա գործողություններին, չեմ կարծում, որ այս պահին կլինի մի փորձագետ, որը վստահաբար կասի, թե ինչ գործողությունների կդիմի Թրամփը, սակայն ակնհայտ է, որ նա իր վերջին հայտարարություններով ժամանակ է շահում հետագա գործողությունների համար։ Կան կարծիքներ, որ նա կարող է դիմել ցամաքային հարձակման խարկղզու ուղղությամբ, սակայն շատ փորձագետներ, կարելի է ասել, իրենց վերլուծություններով հորդորում են Թրամփին չգնալ այդ քայլին, հաշվի առնելով այդ առաջխաղացման վտանգներն ու ռիսկերը։ Թրամփը կարծես հայտարարում էր, որ Իրանի ինչ-որ ներկայացուցիչի հետ բանակցություններ տեղի են ունենում։ Ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Իրականում դժվար է ասել, կան բանակցություններ, թե ոչ, Իրանում էլ չեն հստակեցնում այս մասին տեղեկությունները։ Ենթադրում եմ, որ եթե անգամ կա որևէ խոսակցություն հակամարտող կողմերի միջև, ապա դա կարող է լինել բանակցությունների մասին։ Ինչքան էլ իրանական կողմը ստանա հրադադարի պլան կամ առաջարկներ բանակցությունների վերաբերյալ, նախ նրանք պահանջելու են դադարեցնել ռազմական գործողությունները։ Այսինքն իրանական կողմի համար եւ բանակցելու երաշխիքը ոչ թե Վաշինգտոնի խոսքն է բանակցելու պատրաստակամության մասին, այլ հստակ գործողությունները։ Ի վերջո, սա տարիների հակամարտություն է, Լարա, որը որոշ դեպքերում դիվանագիտական փուլում է հայտնվում, որոշ դեպքերում լարվածությունը հասնում է իր գագաթնակետին եւ արտահայտվում ռազմական գործողություններով։ Սաթենիկ, այս ամենը հաշվի առնելով Թեհրանում ամեն դեպքում չեն պատրաստվում գնալ որոշակի զիջումների, ի վերջո պատերազմը կանգնեցնելու համար։ Լարա, Իրանում չեն ընդունում Վաշինգտոնի պահանջները, սակայն նախկինում իրանական կողմը միշտ պատրաստակամ է եղել նստել բանակցությունների սեղանի շուրջ մինչ այս պատերազմը, սակայն Իսրայելի դրդմամբ եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ այս լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատճառ են դառնում Իրանի համար չվստահել ամերիկյան բանակցողներին։ Այս պահին շատ փորձագետներ փաստում են, որ այսպես կոչված գնդակը Իրանի դաշտում է, անկախ հաղթանակի մասին արված Թրամփի հայտարարություններից։ Այսինքն զիջումներ պետք է անեն բոլոր կողմերը։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված երկրները չեն կարողանում ազդել Վաշինգտոնի որոշումների վրա դադարեցնելու այս աղետը։ Իսկ տնտեսական պատժամիջոցների պայմաններում Իրանը ինչքան դեռ կկարողանա դիմադրել եւ արդյոք երկար դիմադրության հնարավորություն ունի։ Լարա, կանխատեսում անել չեմ համարձակվի, թե որքան երկար կդիմադրի, բայց կարող եմ ֆիքսել, որ եթե մինչ այս պատերազմը կարելի է ասել Իրանի ռազմական գործողությունների մասին հիմնականում միայն լսում էինք, հիմա ականատեսն ենք լինում այդ գործողությունների ցուցադրությանը։ Իդեպ ըստ որոշ կարծիքների այս ռազմական հնարավորությունների, սա նրանց ռազմական հնարավորությունների միայն մի մասն է։ Միջազգային հանրությունը տեսնում է, որ Իրանում պատերազմին զուգահեռ տեղի ունեցավ նոր առաջնորդի ընտրությունը եւ անկախ բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից Թեհրանում կառավարական վերնախավը մնում է կայուն։ Բացի այդ, իրանական կողմը արդար պայքար է մղում, նախքան հարվածել է հարևան երկրների ամերիկյան օբյեկտներին, կոչ է անում այդ երկրներին թույլ չտալ Միացյալ Նահանգներին իրենց տարածքներից հարվածել Իրանին։ Բացի այդ, Լարա, Իրանում սիրիական կամ իրաքյան սցենարը կրկնելը շատ բարդ է, գրեթե անհնարին, քանզի եթե պատմությանը հայացք նետենք, կտեսնենք Իրանում անկախ իշխող վերնախավի ծագումից, իշխանությունների փոփոխություններից իրանականությունը միշտ պահպանվել է։ Այսինքն, ինչքան էլ օտար տարի կողմից նվաճվեր Իրանը, այն հաստատուն կերպով մնացել է իրանական։ Շնորհակալ եմ, Սաթենիկ, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ տաղավարում էր վերլուծաբան, իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերդյանը։